Ողջույն սիրելի բարեկամներ, քիչ առաջ ավարտվեց Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ անցկացվող համաժողովը, նվիրված նրանց խնդիրներին, որի մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուզում եմ տեղեկացնել, որ այդ համաժողովի ժամանակ որոշում կայացվեց Երևանին սահմանակից համայնքներում փոխհատուցման չափը մեր բնակապահովման ծրագրով 3 միլիոնից դարձնել 4 միլիոն, ինչը կնշանակի, որ այն քաղաքացիներ, որոնք որ դեռ չեն իրացրել այն սերտիֆիկատները, կկարողանան ավելի բարձր արժեքով տուն ձեռք բերել կամ տուն կառուցել, ինչպես նաև որոշումը կունենա հետադարձ ուժ, ինչը նշանակում է, որ այն քաղաքացիներ, որոնք արդեն ձեռք են բերել տուն, կկարողանան այդ հավելյալ միջոցները օգտագործել որոշումով սահմանված նպատակներով կամ եթե օրինակ հավելյալ վարկ են ներգրաված եղել, վճարել այդ հավելյալ վարկի գումարի մայր գումարը։ Ուզում եի, որ սրա մասին բոլորը տեղյակ լինեն եւ խնդրում եմ նաեւ տարածել մեր հայրենակիցների շրջանակում այս տեսանյութը։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ կառավարությունը ականջալուր է մեր հայրենակիցների խնդիրներին եւ ըստ էության լուծումներ է տալիս, երբ դրանք հասունանում են։ Իհարկե այլ որոշումներ կայացվեցին, բայց սա ամենակարևորն էր։ Կառավարության մոտակա նիստերին այն կընդունվի եւ ուժի մեջ կմտնի։ Լավ եղեք։